Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Հանգստացի, բալես, հանգստացի։ Ես քեզ բան չեմ ասելու, Դավիթը ինձ ամեն ինչ պատմել է։ Ինչ է ասել, պապ։ Մարիա, եթե դու գործնականում խնդիրներ ունես, ինչի իմ հետ չես կիսվում, ինչ չես ասում։ Պապ, դու շատ լավ գիտես, որ չեմ սիրում, որ իմ աշխատանքի խառնվում են։ Հա, բայց ես լուրջ է, չէ՞։ Խնդիրները լուրջ է, որը ես պետք է իմանամ, որ կարողանամ կառավարեմ, կարողանամ օգնեմ։ Լավ է, Դավիթը իմացել է եկել է հետևիցդ, թե չէ չգիտեմ ինչ կլիներ։ Իմացել է, բայց Դավիթը պատահական է այդտեղ հայտնվել։ Պատահական չի հայտնվել։ Իմացել է, չգիտեմ ոնց է իմացել, ումից է իմացել, բայց մարդը իմացել է, ազնվորեն ինձ ասեց։ Պապ, հոգնել եմ ուժեղ ձևանալուց, էլ չեմ դիմանում։ Մարիա, ինչ է կատարվում հետդ բալես։ Ես առաջին անգամ եմ քեզանից լսում այդ նախադասությունը։ Ինչ է եղել։ Ինչի իմ հետ չես կիսվում։ Ինչ ես սենց հուսահատված։ Ինչի չես խոսում իմ հետ բալես։ Պապ, ես չգիտեմ ինչ անեմ, որ կյանքս չկործանվի։ Կործանվի։ Ինչ կործանվելու մասին է խոսքը։ Մարիա ջան, ինչ ես խոսում, բալես, մատ ինձ նայի։ Ինչ է եղել։ Պապ, ես չեմ ուզում խոսեմ հիմա այն խնդիրների մասին, որոնք ես ունեմ աշխատանքի վայրում։ Որովհետև Դավիթի այս պահվածքը ինձ ավելի շատ է կոտրում։ Ու հիմա ոնց որ երկուսը միասին գումարվել են իրար ու ամեն կողմից մենակ խնդիրներ են։ Լավ, չես ուզում աշխատանքի մասին մի քիչ հետո կխոսենք կամ երբ կուզենաս այդ ժամանակ կխոսենք, բայց Դավիթի պահով ինձ շատ անհանգստացնում այդ խնդիրները, ես պետք է լսեմ, հասկանամ ինչ է կատարվում։ Այդ իմ համար հիմա ավելի կարևոր է։ Եթե սիրում եք իրար, Մարիա, ինչի եք իրար տանջում։ Դավիթը իմացել է, անհանգստացել է, եկել է քո հետևից, օգնության առաջարկներ է արել։ Ինչի եք իրար տանջում։ Պապ, ես էլ չեմ հասկանում ու այդ նույն հարցը իրեն եմ տվել, բայց պատասխանը մեկն է։ Ինքը այդ քայլը արել եմ ուղղակի որպես Ինքը այդ քայլը արել է որպես մարդկային քայլ։ Ինքը այդ արել է, որ իր խղճի առաջ մաքուր լինի։ Ինքը այդպես է ասում։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, ոնց պայքարեմ։ Պապ, ախր ես պայքարում եմ երկուսից փոխարեն ու այդ մեզ հերիք չի։ Պապ, ես ամեն ինչ անում եմ։ Քայլեր եմ անում, որ Դավիթ ինձ լսի։ Բայց ինքը ինձ ընդառաջ ոչ մի քայլ չի անում։ Պապ, ես սիրում եմ Դավիթին։ Եթե չսիրեի, այսքան ծանր չէի տանի մեր բաժանում ու այսքան քայլ չէի անի։
Բայց ես ինչ անեմ, որ ինքը չի ընդունում։ Չի ընդունում ու վերջ։ Հանգստացի իմ աղջիկ, հանգստացի։ Լացելով ոչ մի լուծում չենք ստանա։ Պապա խր չի ստացվում։ Չեմ կարում էլ չլացեմ։ Մարիա, Դավիթը տղա է։ Մի քիչ ծանր է տանում ձեր խոսակցությունները, ձեր խնդիրները։ Արի գիտես ինչ անենք։ Ես քեզ խոստանում եմ կխոսեմ հետը։ Չէ, պապ։ Չէ։ Եթե ինք հետ խոսակցություններին ավելի շատ տեղ ա տալիս, քան ինձ ուրեմն չի վստահում։ Պետք չի, որ դու իր հետ խոսես։ Եթե ինքը այսպես ա ուզում, ուրեմն ես էլ իմ վրա կաշխատեմ։ Փորձեմ այդքան ծանր չտանել ու իրպես սոտար ձևանամ։ Իրպես մոռանամ ամեն ինչ որ եղել ա, պապ։ Բայց չեմ թողնի, որ իմ չարածի համար դու ինչ-որ մեկին բացատրություններ տաս։ Ես չեմ կարողանում քեզ տեսնել այս վիճակում, բոլես։ Սովոր չեմ։ Դու միշտ ուժեղ ես եղել։ Միշտ կարողացել ես ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ։ Հիմա ինչ ա եղել քո հետ։ Ինչի ես սենց թուլացել, բոլես։ Պապ, ես ուժեղ եմ ձևացել։ Այդ երևի իմ ներշնչանքն ա եղել։ Ինձ թվացել ա, որ ես ուժեղ եմ ու փորձել եմ բոլորին ցույց տալ, թե այդ ամենը այդպես ա։ Բայց չի ստացվում։ Այս կյանքը թույլ չի տալիս, որ այդ կերպարը իրականություն դառնա։ Իմ աղջիկ։ Պապ, դժվար ա նայել սիրածդ մարդու աչքերի մեջ ու ատելություն տեսնել։ Ես Դավիթի մեջ առաջվա այն սերը չեմ տեսնում ու այդ ինձ սպանում ա։ Դու այն մարդն ես, ում հետ միշտ զգացմունքներիցս ու էմոցիաներիցս խոսել եմ։ Ու հիմա էլ ամենայն անկեղծությամբ քեզ կասեմ, որ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ կորցրել եմ Դավիթին։ Չեմ կարողանում հաշտվել։ Չեմ էլ կարող ինքնասիրությունս մի կողմ դնել ու վազել իր հետևից, բայց ես իմ խղճի առաջ հանգիստ եմ, պապ։ Հանգիստ եմ, որովհետև ամեն ինչ արել եմ։ Ուղղակի չի ստացվել։ Բայց ես հիմա ինքս ինձ եմ ընտրում։ Ինչքան էլ դժվար լինի, պետքա մարդ ամեն ինչից վեր իր եսը դասի։ Ցավը մի օր կբթանա, իսկ ես չեմ ուզում հայելու մեջ նայելուց պարտված Մարիա տեսնեմ։ Դրա համար կհավաքեմ ինձ։ Ինչ որոշում էլ որ կայացնես, ես քո հետ եմ։ Բարև։ Ես ինքս էլ չէի ուզի, որ էլի շփվելու առիթ լիներ, բայց ոնց որ թե դու ես ստեղծում այդ պայմանները։ Մի երկու հարց ունեմ քեզ տալու։ Ուղղակի վստահ չեմ, որ քեզ նորմալ տղու պես կպահես ու ճիշտ կպատասխանես հարցերիս։ Գոնե դու նորմալ տղու պահելաձևից մի խոսարավ։ Ասելիքդ ասա։ Քանի որ խոսքը Մարիային է վերաբերվում, կձևացնեմ, թե չեմ լսել ասածդ։ Լավություն ես անում։ Մտածի ոնց ուզում ես, բայց հա, երևի լավություն եմ անում։ Շնորհակալ եմ։ Թե չէ սենց հանգիստ հաստատ չէի խոսա հետդ։ Շնորհակալ եմ։ Երբեք չեմ մոռանա այս բարի կամքի դրսևորումդ։ Էլի բան ունես ասելու, թե գնամ։ Ինչ էիր անում Մարիային ստան մոտ։
Այդ ինչ էիր խոսում ձյաձ Ռուբենի հետ, հա? Քեզ քանի անգամ պիտի ասեմ, որ հեռու մնաս այդ աղջկանից։ Մենք բան էինք պայմանավորվել։ Ես քո հետ ոչ մի բան չեմ պայմանավորվել։ Ես քեզ ասել եմ, որ հեռու մնաս Մարիայից։ Մենակ չասես, որ ես էլ խոստացել եմ։ Լավ, քեզ վերջին անգամ եմ ասում։ Հեռու մնա նշանածիցս։ Հա, հարց է եղել ու մենք հիմա կռված ենք, բայց ես ու Մարիային ամուսնանալու ենք։ Ու դու առիթից մի օգտվի հիմա։ Ես քո փոխարեն այդքան վստահ չէի լինի։ Նշանածի մասին այդքան մտածող տղեն իր ընկերուհու կողքին ա լինում, երբ որ ինքը վտանգի մեջ ա լինում։ Երբ որ երկու տղամարդ նշանածի մոտ վիճվում են ու սպառնում են նշանածին։ Հիմա որ սենց հպարտ կեցվածքով կանգնել խոսում ես, չես մտածում, որ իմ փոխարեն դու պիտի լինեիր ու օգնեիր։ Ինչ ասացիր։ Բա հիմա մեզնից ով է ավելի լավ տղա։ Դու որ տեղյակ չես ընկերուհիդ ում հետ ինչ խնդիրների մեջ է, թե ես որ ուրիշի ընկերուհուն մոտեցել ու օգնել եմ, չեմ թողել որ նեղացնեն։ Նենց արա որ ուրիշի կարիքը չլինի։ Մի թող մենակ։ Նենց արա որ վստահի քեզ ու իր խնդիրների մասին պատմի։ Ինձ էլ կարա շնորհակալություն հայտնես, որ անտարբեր չեմ անցել, մոտեցել եմ։ Թե տեղյակ չես այդ բառից։ Լիլ զանգում եմ չես պատասխանում, անհանգիստ եմ, մի հատ զանգի, հա։ Էս բա Լիլիթն ուր է։ Բազեց գնաց իր սենյակ, իբր այստեղ մարդ չկար կանգնած։ Հա դե երևի բան չունի ասելու։ Հա բայց Լավ գնա մոտը։ Հերու աղջիկ նույն սանրի կտավն են։ Գեները։ Կարելի է բալես։ Հա, պապ ջան, ես էլ քեզ էի սպասում, անհանգիստ էի։ Ինչի համար ես անհանգիստ։ Խոսացի Աբուլի հետ։ Կներես, պապ։ Ինչի համար։ Աբուլը ինձ ամեն ինչ բացատրեց, ես էլ ձեզ հասկացա։ Այսինքն չես բարկանում։ Չէ, դե նես չի որ չեմ բարկանում, բայց այն աստիճանի չէ, որ գոռամ կամ ես իմ ինչեր անեմ։ Ուղղակի բալես, արի սենց պայմանավորվենք։ Եթե մամայիդ ասում ես մի ժամից տանը կլինես, աշխատի մի ժամից լինես։ Կներես, պապ, ուղղակի ժամին չէի նայել։ Լսի բալես, ես դեմ չեմ, որ դու Աբուլի հետ շփվես։ Ճիշտ է դեռ փոքր ես, բայց եթե պահը հասունացել է, ես որպես ծնող քեզ պետք է հասկանամ։ Ինքն էլ վատ տղա չի երևում։ Ճիշտ է հեռու է մեծացել Ռուբենից, բայց գենը ուժեղ խոսում է իր մեջ։ Շատ պատասխանատու ու լուրջ տղա է, հա։ Ու ես իրան վստահում եմ։ Բայց սրանից հետո պայմանավորվում ենք, հա, բալես։ Ինձ ասում ես ուր ես գնում ու երբ։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Լավ, պապ ջան, ես այնքան ուրախ եմ չես պատկերացնի, որ գոնե դու ես ինձ հասկանում։ Իմ աղջիկը ես ինչքան է մեծացել։ Արի, նստի Ռաֆ ջան, նստի։ Չէ, ձեզ Ռուբեն, կներեք, որ անհանգստացնում եմ, ուղղակի Մարիայի հետ շատ կարևոր խոսալու բանն եմ, տանն է, չէ։ Տանն է, բայց քնած է։ Բայց նոր է, չէ, տուն եկել։ Լավ էլ տեղեկացված ես։ Հա, նոր է տուն եկել։ Բայց այդ ինչ կապ ունի։ Ասում եմ քնած է։ Ասելիքս կարևոր է, ձեզ Ռուբեն։
Կարևոր է ինձ ասա։ Մեր անձնականին է վերաբերվում։ Ես հենց Մարիայի հետ պիտի խոսամ։ Ինչ անձնականի մասին է խոսքը։ Կարամ ես էլ իմանամ։ Մարիան ինձ ոչ մի բան չի ասել։ Իսկ դու եկել ես անձնականից ես խոսում։ Ու ոչ միայն ստեղ։ Շատ շատերի մոտ այդ ինչ հեքիաթներ ես պատմում։ Այսինքն այն, որ քո ու Մարիայի մեջ ոչ մի անձնական բան չկա։ Հաշտվի այդ մտքի հետ։ Մի տանջի ոչ քեզ, ոչ էլ իմ աղջկան։ Ես չեմ հասկանում դու ոնց ես սենց հեշտ համակերպվել ես ամեն ինչի հետ։ Ինչի՞ չես հասկանում ինձ Զիադ Ռուբեն, ինչի ես սենց լարվել իմ հանդեպ։ Ես Մարիային շատ եմ սիրում։ Համենք վիճել ենք։ Ու այս առաջի դեպքը չի։ Բայց երբ որ ես ինչ-որ մի բան եմ արել, դու երբեք սենց չես տարվել իմ դեմ։ Հակառակը նույնիսկ ինձ օգնել ես։ Հիմա ինչ եղավ, ուզում եմ հասկանամ պատճառը։ Պատճառը այն է, որ Մարիան որոշում է կայացրել։ Հստակ ու վերջնական։ Իսկ ես իմ աղջկա երջանկությունն եմ ուզում։ Պարզ է։ Անտրամադիր ես։ Աբուլ Մարիան իրոք շատ լուրջ խնդիրների մեջ է։ Եթե ես այսօր չհայտնվեի այնտեղ, որտեղ ինքն էր, չգիտեմ ինչ կլիներ։ Այսինքն Լիլիթը ճիշտ էր ասում, ինչ որ գործնական հարցեր են, բայց ամեն դեպքում ինչ որ մեկը կա, որ Մարիայի հանդեպ կոնկրետ իրան վատ է պահում։ Ու իմ համար կապ չունի այդ հարցը անձնական է թե գործնական։ Օգնեցիր։ Հա, տարատուն։ Բայց այս հարցը սենց թողնել չի կարելի։ Այսօր օգնեցիր, բա վաղը։ Ռուբենին ասել եմ, որ Մարիայի հանդեպ մի քիչ ուշադիր լինի։ Հա, Ռուբենը շատ ուշադիր է Մարիայի հանդեպ։ Ես գիտեմ, որ Ռուբենը շատ լավ հայր է Մարիայի համար, բայց Մարիան չի սիրում, որ խառնվում են իր գործնական հարցերին, իսկ այդ իր համար շատ վտանգավոր է, մանավանդ սենց դեպքերում։ Ճիշտ ես արել, որ ասել ես։ Անհանգիստ ես։ Բա ոնց հանգիստ լինեմ։ Մարիայի մոտ քաշքշում էին իրար։ Դավո, կլինի քարը փեշիցը թափես ու հաշտվես Մարիայի հետ։ Դու քեզ հայլում ես, տեսել ես։ Այդ ինչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Դու սիրում ես Մարիային։ Այդ պատճառ չի։ Մեծ մարդիկ եք։ Ինչ եք տուն-տունի խաղում։ Մուկ դու կատո եք խաղում։ Չի կարելի։ Աբուլ կլինի իմ ասածների մեջ ուրիշ բան ման չգաս։ Իմ ու Մարիայի մեջ ամեն ինչ վերջացած է։ Ու այս անհանգստությունը ժամանակի ընթացքում կանցնի կգնա, սենց չի մնա։ Դու ուզում ես որ անցնի։ Շատ եմ ուզում։ Հավատա հիմա ամենաշատը հենց այդ եմ ուզում։ Ոնց է իմ աղջիկը։ Լավ եմ, պապ ջան։ Հաստատ։ Հա։ Ամեն ինչ կանցնի, ոնց որ դու էիր միշտ ասում։ Միշտ լավն էլ անցնում, վատն էլ։ Ճիշտ է։ Բայց դու ուզում ես որ անցնի։ Հա։ Շատ եմ ուզում։ Հիմա ամենաշատը այդ եմ ուզում։
Գնում եմ գործի տանն ես լինելու։ Հա, երևի։ Դե կապի մեջ։ Ահա։ Իսկ Լիլիթի հետ չես հանդիպելու։ Չգիտեմ, ինչի։ Ուղղակի ուզում եմ իմանամ։ Դե մարդ ես, մեկ էլ տեսար։ Դե կասես իմանամ։ Անպայման։ Ինչի ես սենց պատասխանում։ Ընդհանրապես ուզում եմ իմանամ դուրս ես գալու թե տանն ես լինելու, որ հանգիստ լինեմ։ Լավ։ Որ Լիլիթը Մարիայի մասին էլ բան ասի, էդ էլ կասեմ, որ ավելի հանգիստ լինես։ Բայց ինչ անխելք եք երկուսդ էլ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, պապ ջան։ Քեզ էլ սուրճ պատրաստեմ։ Չէ, բալես, շնորհակալ եմ։ Շտապում եմ։ Հո բան չի եղել։ Չէ, մամ ջան, ուղղակի գործերս շատ են ու անհետաձգելի։ Պարզա։ Մարիա, դու այն կնոջ հարցով չես զբաղվում այնքան ժամանակ, մինչև որ ես չճշտեմ ով է։ Պարզա։ Բայց պապ։ Ոչ մի բայց, Մարիա։ Ես քեզ ինչ եմ ասում։ Ասում եմ, չես զբաղվում այդ կնոջ հարցով այնքան ժամանակ, մինչև ես հասկանամ։ Արժի ու ընդհանրապես զբաղվես այդ գործով, թե չէ։ Չէ, ես քո գործի մասին չեմ ասում։ Խոսքը հենց այս գործի մասին է։ Ես պետքա ճշտեմ ամեն ինչ։ Դե որ ասում եմ, ուրեմն մի բան գիտի։ Տատ ախր հիմա այդ երեխեն ավելի շատ ունի իմ կարիքը, քան առաջ։ Ես ոնց կարամ հանգիստ նստեմ ու սպասեմ։ Չլսեցիր հայրդ ինչ ասեց։ Տատ ես չեմ կարա թողնեմ, որ իմ սխալները իմ պապան ուղի։ Բարի լույս։ Ինչ ես անում ստեղ։ Բարևից կպատասխանես։ Բարև։ Իսկ հիմա կասես, ինչ խնդիրների մեջ ես ու ինչի ես տեղյակ չեմ։ Իսկ ինչի պետք է ես քեզ իմ խնդիրների մասին ասեմ։ Նորից չսկսես։ Մարիա, քեզ ինչքան ասեմ, որ դու իմ համար շատ կարևոր մարդ ես։ Ու դրա համար ես պետք է ամեն ինչ իմանամ։ Ես իմ խնդիրների մասին քեզ չպետք է ասեմ, մեն այն դեպքում, որ ամեն ինչ վերջացած է։ Լավ, հերիքա, ինչքան կարելի է նույն բանը ասել, արդեն անգիր եմ արել այդ տողը։ Եթե անգիր արած լինեիր, նույն հարցը 1000 անգամ չէիր տա։ Մարիա, ես ուզում եմ քո կողքին լինել, օգնել, շարունակել անել քո համար ամեն ինչ, ու դրա համար պետք է որ ամեն ինչ իմանամ։ Առաջին անգամ եմ լսում, որ օգնությունը սպառնալիքի պես հնչի։ Հասկացի ոնց ուզում ես։ Հիմա ուր ես գնում։ Քեզ ինչ։ Որ ասում եմ, ուրեմն կարևոր է, Մարիա։ Ես քեզ կտանեմ։ Ճանապարհ շարունակի կլինի, ու այնպես արա, որ էլ չհանդիպենք, արդեն հոգնել եմ։ Բա ես ոնց եմ հոգնել։ Էլ չգիտեմ ինչ անեմ, ոնց քեզ բացատրեմ, որ հասկանաս, որ չեմ կարողանում առանց քեզ ապրել։ Ռաֆ, ես ուզում եմ, որ մենք իրար հասկանանք։ Չեմ ուզում, որ թշնամիներ դառնանք։ Ու ոնց հասկանում եմ, դու եսի մոտեցումը չես հասկանում, ավելի ճիշտ սխալ ես հասկանում։ Երևի էդ է պատճառը, որ մինչև հիմա դեռ հույսեր ունես։ Ինչի ես ստիպում, որ ամեն հանդիպման ժամանակ ես քեզ վիրավորեմ կամ պապային զանգեմ։ Չի լինում, որ մարդավարի իրար հասկանանք, մեծ մարդիկ ենք, հասկանանք, որ այն ինչ կար, էլ չկա, վերջ։ Լավ, Մար։ Խնդրում եմ, արի քեզ տանեմ։ Խոստանում եմ ճանապարհին ոչ մի բառ չեմ ասի։ Մենակ թե արի տանեմ, անհանգիստ եմ։
Իմ տաքսին արդեն եկավ։ Ըստ խտերը պետք է նայես, Ռուբ ջան։ Հետո կնայեմ, հիմա գլուխս խառնած ջան։ Ինչ-որ բան է եղել։ Մարիայի հետ կապված գործնականում ինչ-որ խնդիրներ ունի։ Քեզ կարամ ինչ-որ բանով օգնել։ Չէ, արդեն զբաղվում եմ։ Դու ասա ինչ կա, ոնց ես։ Նորմալ էլի, Ռուբ ջան։ Հենց Կաբուլի հետ եմ հանդիպել, խոսացել։ Աբուլի։ Հա, մեր բակում։ Լիլիթին էր բերել ու բացատրում էր, թե ինչի են ուշացել։ Ու տղամարդու նման ամեն ինչ իր վրա էր վերցնում։ Մեր երեխեքը շփվում են, Ռուբ ջան, ճիշտ է, իրաց տարիքը մի քիչ փոքր է, բայց ես դեմ չեմ։ Թող ճանաչեն իրար, հասկանան։ Վատ բան չկա։ Դե նես չի որ սխալ բան են արել, երեխա են, ուշացել են։ Կարևորը գիտես որն է, որ Աբուլը այդ տարիքում ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Կարողանում է իր արածներին տեր կանգնի։ Ռուբ, չգիտեմ դու սրան ոնց ես վերաբերվում, բայց ինձ թվում է նորմալ է, թող շփվեն, իրար ճանաչեն, հետո ձեզ էլ կարող է օգնի այս ամեն ինչը։ Ես բացարձակ դեմ չեմ։ Մանավանդ որ Լիլիթը բոլորիցս շուտ է գտել Աբուլին, երբ ոչ մեկս գաղափար չունեինք Աբուլի ով լինելու մասին։ Վահանս։ Ախպերս գիտեմ, որ հիմա քո համար շատ բարդ է, հուզվում ես։ Բայց հավատա, Վահանդ քեզանից հեռու է եղել, բայց քո պես է մեծացել, Ռուբ ջան։ Ու ես իրան ախպերս չվստահելու պատճառ չունեմ։ Աշոտ։ Քո այս խոսքերը ինձ հենց հույս են տալիս։ Շնորհակալ եմ քեզ։ Բարդ էտապը հետևում է, Ռուբ ջան։ Մենք գտել ենք Վահանին։ Հիմա պետք է հանգիստ ապրենք ու հասկանանք ինչ ենք անում։ Հա։ Համաձայն եմ։ Ես հիմա այնքան զգուշ եմ, չես պատկերացնի։ Տեսնում եմ ախպերս, տեսնում եմ։ Բարև, ոնց ես։ Քեզ իրոք հետաքրքրում է, թե ես ոնց եմ։ Եկել եմ, որ անկեղծ խոսենք։ Ես չեմ ուզում քեզ վիրավորեմ, չնայած որ պատճառներ ունեմ, բայց կարողանում եմ ինձ զսպեմ։ Ես գիտեմ, որ սխալ եմ արել, որ ստել եմ, բայց ես ուրիշ ելք չունեի։ Ես մայր եմ, ումից խլել են իր սեփական երեխային։ Խլել։ Ես հենց նոր ասեցի, որ եկել եմ անկեղծ խոսենք։ Քեզնից քո երեխուն ոչ ոք չի խլել, այդ դու ես թողել ու գնացել։ Ու այս քո կարգավիճակի միակ մեղավորը դու ես։ Նվերը նորից հաղթեց ինձ։ Դու չես հասկանում, որ հիմա կարևորը այդ չի։ Նվերը ի տարբերություն քեզ մտածում է ու սիրում է իր երեխուն։ Քո կարծիքով ես չեմ սիրում։ Ես անսիրտ եմ, հա։ Ես չգիտեմ դու սիրում ես թե չես սիրում։ Ես քո քայլերն եմ վերլուծում, որոնց մեջ սեր չկա։ Դու այնպես չես ապրում, որ քո երեխան այդ սերը տեսնի։ Իսկ այդ շատ դաժան է, ես դրա միջով անցել եմ։ Ես իմ սխալը ուղղելու եմ։ Ու չեմ թողելու, որ քո ստերի պատճառով այդ երեխու կյանքը հարցականի տակ դրվի։ Ես գիտեմ, որ ես վատ մայր եմ եղել, գիտեմ, որ երբեմն անուշադիր եմ եղել, աչքա թող եմ արել, բայց ես ուզում եմ ուղղվել։ Խնդրում եմ, մի զրկի ինձ այդ իրավունքից։
Մարդ, որ սխալվում է, իրան տալիս են հնարավորություն ուղղելու այդ սխալը։ Թողում են, որ քայլ անի։ Բայց այդ չպետք է նոր սխալի սկիզբ լինի։ Դու բոլորիս խաբել ես։ Եթե դու ինձ ամենասկզբից գայր ու պատմեիր ամեն ինչն ենց ոնց եղել է, դու ինձ չէիր օգնի։ Ով կօգնի տենց մորը։ Առողջություն եմ քեզ ցանկանում։ Հերեկ ինչ-որ վիճաբանություն է չէ եղել Արտակի ու Նվերի մեջ։ Հա։ Ու այդ տղամարդը իրեն շատ սխալ է պահել։ Նվերը այդտեղ մեղավորություն չուներ ընդհանրապես։ Արի կլինի դու Նվերին այդքան մի վստահի։ Ինքը հոգեկան հիվանդ է։ Ինչ ասես կարա ասի ու անի, բայց Արտակը ի տարբերություն Մհերի գիտակից է։ Այդքան անշնորհակալ մի եղի։ Նվերը հիվանդ է։ Լավ։ Ասենք Նվերը հոգեկան հավասարակշռվածության հետ խնդիր ունի, բայց դա նորմալ է։ Ինքը պատերազմ է տեսել, ինքը մահ է տեսել, ինքը իր ընկերոջ մարտի դաշտից է հանել։ Ու մարդ պետք է այդքանից հետո քարից լինի, որ հոգեկանը կայուն մնա։ Այդքանից հետո դու պետք է իր կողքին լինեիր, ոչ թե այսպես խոսեիր։ Ես քո փիլիսոփայությունների հավեսը չունեմ։ Էդ ինչ տղա է եղել, որ քեզ պաշտպանել է։ Այսինքն ինչ որ տղա է, չէ՞ եկել ու քեզ պաշտպանել է։ Ու այն, որ Արտակի ավտոն հիմա ջարդած է։ Ինչ։ Այդ վեճից հետո Արտակի ավտոն հիմա ջարդած է։ Դու կամ այդ տղան ինչ որ կապ ունեք դրա հետ։ Գժվել ես։ Ես Արտակին գրեթե չեմ ճանաչում։ Իսկ ո՞նց է լինում, որ հենց այդ դեպքից հետո է դա տեղի ունենում։ Ես չգիտեմ, թե դու ինչ ակնարկներ ես անում։ Բայց մի բան շատ լավ եմ հասկանում, որ դու պետքա ոչ թե Արտակի մեքենայի համար այսքան անհանգստանայիր, այլ քո երեխու։ Մենք այդ ամենի հետ կապ չունենք։ Լավ մնա։ Չհասկացա, Ռավ, հետևել ես։ Հա, հետևել եմ, որովհետև անհանգիստ եմ, ուզում եմ հասկանամ ինչ ես անում հիվանդանոցում։ Նորից, չես հոգնել, չեմ հասկանում։ Չէ, Մարիա, չէ, ես գիտեմ, որ դու խնդիրներ ունես ու հիմա ինչ էլ ասես ու ոնց էլ փորձես համոզել, չեմ գնալու, չեմ նեղանալու։ Ռավ։ Մարիա, ես ուզում եմ քո կողքին լինեմ։ Ուզում եմ օգնեմ քեզ, հասկանամ ինչ է քո հետ կատարվում։ Ես սիրում եմ քեզ ու խելագարվում եմ այն մտքից, որ կարող է ինչ-որ մի պահ մեկը քեզ նեղացնի ու ես քո կողքին չլինեմ։ Ինձ ոչ մեկ էլ չի նեղացնում։ Հա։ Չեն նեղացնում ու երեք ասպետը տեկել է քեզ օգնելու։ Չհասկացա։ Դե քեզ ոչ ոք չի նեղացնում, բայց երեք Դավիթը եկել է ու քեզ օգնել, չէ՞։ Դու որտեղից գիտես։ Այդ տղեն զանգել էր ինձ ու ամոթանք էր տալիս։ Ասում էր ոնց է լինում, որ քո սիրած աղջիկը, քո նշանածը խնդիրների մեջ է ու դու տեղյակ էլ չես, ու ես եմ ստիպված օգնում իրան։ Ինչ։ Բա Մարիա։ Արի դրան նմաններին խոսելու առիթ չտանք ու ընդհանրապես վստահի ինձ, լավ։ Դավիթը զանգել է քեզ ու ասել է, որ իմ հանդեպ ուշադիր լինես։ Որ ինքը ստիպված չլինի զբաղվել քո գործերով։ Նորից եմ հարցնում, Դավիթը քեզ զանգել նման բան է ասել։